Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում Բևերի երիտասարդական փոդքասթի հերթական թողարկումն է, այսօր տաղավարում կզրուցեմ ազգային ժողովրդավարական Բևերի աջակից Քրիստինե Ադամյանի հետ։ Բարի երեկո, Քրիստինե ջան։ Ուրախ եմ, որ մեր հաղորդաշարին կարողացար գալ մասնակցել։ Սա մի քիչ ավելի ազատ ձևաչափի զրույց է, խոսենք ամենատարբեր հարցերի շուրջ։ Քրիստինե ջան, ինչքան հիշում եմ, չեմ հիշում, պայքարի հենց առաջնակցում ես գտնվում, չես հոգնել պայքարելուց, որովհետև մեզ ասում են, որ էլ պայքարելու բան չկա, որովհետև խաղաղ ապրում ենք, էլ ինչ եք ուզում, խաղաղությունը հաստատված է, հիմա էլ ինչի համար եք պայքարում։ Հա, ասես մի խոսք կա, չէ, ասում ես շիտակ քալողը չի դադրի։ Հա, իհարկե սկզբունքայինորեն ճիշտ ճանապարհի վրա ենք, ու այս ճանապարհը նեն չի, որ շատ պատահական եմ գտել, շատ տարիներ մայրս ինձ վրա ասենց ասած աշխատանք արել, փորձել է այս ինքը շատ քաղաքականապես ակտիվ ա եղել, փորձել է այս դաշտ մտցնի, բայց ապարդյուն, հա, ու 16 թվականին այդ ՊՊՑ գնդի գրավումով ես ինքս հետաքրքրվեցի, ես հասկացա հերվից է ետևում, բայց հասկացա ինչ որ լավ բան ա կատարվում, էլի հնարավոր չէ այդտեղ վատ բան լինի, ինչքան ուզում անտեղ ինչ անուններով կոչեն, հա, տերմիններ օգտագործեն, հասկացա ինչ որ լավ բան ա կատարվում, հետո Վարուժան Ավետիսյանի ճառը մեծ ազդեցություն ունեցավ, ու այսպես ընտրություններին եկա 21 թվական հատուկ Բևերին ընտրելու նպատակով, եկա ու մնացի, այդպես մնացի, պայքարի մեջ մտա, այս պայքարը ու հետո Բևերը ինքը բացի այս պրոցեսներից այդ գաղափարներից, հա, որ ներկայացում ենք շատ հզոր գաղափարներ են, բացի դրանից նաև կրթական հարթակ է Բևերը, այստեղ ես կրթվեցի, սովորեցի, հիմա ասենք հասել ենք, իհարկե, հա, հասել ենք այն աստիճանի, որ քաղաքական հոտառություն է զարգացել մեզ, մտեղ ինչ որ մեկը քաղաքական դաշտում նոր հայտնվում է, ինչ որ բան է խոսում, մենք արդեն հասկանում ենք տողատակը, իհարկե, հա, մեծ առավելություններ է տալիս, պայքարս մի պահ ընդհատվեց հասկանալի սուբյեկտիվ պատճառներով Որ ժամանակահատվածում 22 թվականին, հա, 22 թվականից հետո վերջերն էր ոնց որ տենց տարի վիճակ էր քո մոտ, որովհետև բոլորիս մոտ էլ լինում է, հոգնում ես, տեսնում ես չկա արդյունք, տեսնում ես ապարդյուն է, չես կարողանում ժողովրդի մոտ, որովհետև դեսից դենից ազդեցությունը, քարոզչությունը այնքան շատ է ժողովրդի վրա, կոնկրետ փողով գործ են անում, որ մարդկանց հեղափոխեն, տանեն իրենց դաշտ։ Ինչը քեզ հեռու պահեց այդ փուլում։ Նայ, Հերմինե ջան, այդ սուբյեկտիվ պատճառներն էին, Վարուժանի ակցիաներն էին այդ ժամանակ, որ ես էլ էի մասնակցում։ Նստածույց էր։ Հա, դրանից հետո մի տեսակ հիասթափություններ ինչ էր, էլ եմ ասում եք սուբյեկտիվ պատճառներով հետ քաշվեցի պայքարից, որից հետո մի տարի այտենց ինչ որ մեկուսացման շրջան էր, որոշեցի այլ ընթացք, այլ ուղիով ընթանալ ու մտորումների փորձեցի ինձ կողքից նայել, արդյոք ես ճիշտ եմ, ճիշտ չեմ, հա, հետո սրբազան պայքարը սկսվեց, այդտեղ ճիշտն ասած սրբազան պայքարի ժամանակ դե ինչքան էլ լրահոսին չես հետևում, անկեղծ եմ, ոչ Բևերի լրահոսին էի հետևում, առանձնապես ոչ մի լրահոսի չէի հետևում, հա, մի տեսակ դա լուրջ իրադարձություններ, մեծ իրադարձություններ հնարավոր չէր չնկատել, որ Բևերին տեսա այդ պայքարի ժամանակ, մի տեսակ անարդարության բանը զգացի, շունչը զգացի, հա, այս մարդիկ տարիներ, արդեն տասնամյակներ պայքարում են ու սրտիցս արուն գրած, ճիշտն ասած, սրտիցս լուրջ եմ ասում, արուն գնացի այդ ժամանակ արդեն միացա Բևերի կողքին կանգնեցի։ Կներես Քրիստինե ջան, Բևերին այդ շրջանում շատ էին քննադատում, որ ոչ թե միացավ, այլ սկսեց համագործակցել մի քանի կետերի շուրջ, որովհետև այնուամենայնիվ Բևերը Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժում սկսեց 23 թվականին, մենք մեկ տարի շարունակ օպերայում նստածույց էինք անում, ինչ որ չհաջողվեց, ժողովուրդը չեկավ ու ինչ որ ճանապարհ կար, կարծես թե երբ որ հրապարակը արդեն մարդաշատ էր, ինչ էր մնում Բևերին անկյունում մնալ, չգնալ, չհամագործակցել, երբ որ դա ժողովրդի կողմից էլ չէր ընկալել։ Դա հենց Բևերի ուզածն էր, չէ՞, թվականակ հավաքել, այսինքն ծրագրերը համապատասխանում էին իշխանապողություն, անցումային կառավարություն, այլ ինչ էր այնտեղ, արտահերթ ընտրություններ, այսինքն Բևերի ծրագրերը, Բևերին ինչ էր մնում, Բևերի
ուզած է ժողովրդի այդ թվականակներ, որ կարողանան այդ փոփոխությունները մտցնեին, ինչի պետք է չմիանային։ Ու հետո նաև այդ քննադատությունները, հա, Բևերի շատ աջակիցներ հեռացան այդ ընթացքում ու սկսեցին քննադատել, քարկոծել, դա էլ անարդարության զգացում առաջացրեց մոտս, ոնց որ փորձես ընդդիմանալ, հա, այդ ամեն ինչ որ բամբաս իրենց էջերը դարձրել էին ինչ որ բամբասանքի տիրույթ էին, ամեքին այդ բանը միկրոհասարակություններ իրենց հավաքել էին իրենց շուրջը ու ասինքն բևեր էին քննադատում։ Հա, բայց իրանք ոչ մի բան չեն, շատ հետաքրքիր է, էլի, այսինքն իրանք ոչ մի բան չեն անում, բայց անողին քննադատում են։ Քաղաքական ուժ է, բնականաբար ամեն ինչ հաշվի առնելով, այս մարդիկ տարիների փորձ ունեն, գիտելիքներ ունեն, հասկանում են, չէ, ինչ քայլի են գնում, այսինքն դու ընդհանրապես նորմալ ոչ կենսափորձ ունես, ոչ մասնագիտական փորձ ունես, ինչ ես քննադատում։ Ինչ հիմքերով ես քննադատում ու քարկոծում, լավ են արել միացեն, բայց ճիշտ են արել, որտեղ ժողովուրդը դեղ էլ բևեր է։ Եվ հետո արդեն հայտարարություն արեց Բևերը, երբ որ արդեն զգաց, չէ, որ ինչ որ քաղաքական ուժերի ազդեցությունը մեծանում է, ինչ որ կենտրոններից այն ինչ Բևերը ինչ օրակարգով միացել էր, այդ ուղով չգնաց, դրա համար հայտարարություն արեց եւ դուրս եկավ սրբազան շարժումից, արդեն առանձին շարունակեց իր գործունեությունը, չնայած արդեն մի փոքր կրճատված կազմով, բայց փառք Աստծո իր գործունեությունը ծավալում է, ընդլայնել է լոբիստական աշխատանքները, փորձում է հնարավորինս ամեն ինչ անել, ուղի գտնել, քաղաքական ուժերին համախմբել ու կարևորն այն է, որ Բևերը չի ասում, մենակ մենք ենք ու վերջ, պետք է գա ժողովուրդը, չէ ինչ որ ուղիներ է գտնում, ասում է եկեք բոլորով նստենք խոսենք, որովհետև ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ դուրս բերել երկիրը այս վիճակից։ Հա, այդ ասացիք բանը հիշեցի, այս վերջերս մկների ժողովը շուտ եմ նայում, դեղ ասում է մեր ցեղը երբեք չի կորչի, մեկը ասում է, չեն մեկն ասում է վայ, մեր մահը եկել այն մեկն ասում է զանգը կախենք, ակունք իմաստության, հա։ Հա, Բևերը, նայեք, Բևերը կարելի է դասել էս, այսինքն ասենք Բևերն ասում հա մեր ցեղը չի կորչի, նմանություններ գտնում է, չէ՞, մեր ցեղը չի կորչի, հա, լավ բան, բայց Բևերը դրա հետ միաժամանակ գործ անում, չէ՞, լոբիստա, այս գործունեությունը, սա գործունեություն, լուրջ գործունեություն է, որ շատերը չեն անում, նույնիսկ պետությունը չի անում, այսինքն այս վերջերս նոր մտել է այդ լոբիստական գործունեության հետ մեջ պետություն, չէ՞, Նիկոլեն, ինչ որ, բայց մտել է հակառակ արդյունքի հակառակ այս իր աթոռի համար, Բևերին չեզոքացնելու համար այդ ոլորտում, այսինքն ոչ թե պետության շահերի։ Այո, որովհետև նաև մեր լոբիստներն են ասում, որ ուղիղ մեր դեմ են աշխատում, փորձում են այնպես անել, որ հանդիպումները չկայանան հենց դեսպանատների միջոցով, ԱՄՆ-ում կլինի, այլ երկրներում կլինի, որտեղ Բևերը գործունեություն է ծավալում, Բևերի դեմ են աշխատում, որպեսզի հանդիպումներ։ Դրա համար նախապես չենք բարձրաձայնում։ Մեկ-մեկ մեզ ասում են, դե ասեք էլ ինչ եք քննարկել, ինչու չեք ասում ում հետ են կոնկրետ հանդիպել եւ այլն, որտեղ այդ ամեն ինչը գաղտնի է պահվում, որ իշխանությունները դա մեր դեմ չօգտագործեն, չզանգեն այդ մարդկանց, ասեն մի հանդիպեք, որտեղ իրենք են իշխանության ներկայացուցիչը, մենք երբևէ Բևերը չի եղել իշխանության մեջ, ոչ նախկինում, ոչ հիմա իշխանության մաս, ու փորձում է ամեն դեպքում փորձում է ելքեր գտնել։ Հա, ինչ ասեմ, գիտես Հերմինե ջան, այս սրանց մասին որ խոսում ենք, այդ բանի ֆիլմի մեջ մի տեսակ աբսուրդային վիճակ է, այդ բանի ոնց էր կոչվում, հա, հին օրերի երգի մեջ, հա, բան կա, չէ, այդ թատրոնի փորձի ժամանակ ասում է դու կռնաս ինձ ես, Քաչնազարը ով է, մենք ընջի Քաչնազար կքննարկենք, ինքը ում է պետք, մի դու կռնաս ինձ ես, մենք ընջի Նիկոլ կքննարկենք, ինքը вообще պետք է չեղնիր, այս այնպես ինչ որ, հա, ինքը ընդհանրապես պետք է չլիներ, պատերազմից հետո, 20-ից հետո ամբողջական պատկերը նայենք, հա, ինչ ունենք մենք, ունենք հայրենիքի կորուստ, հազարավոր որդիներ էլ չկան, արձանագրվել է պարտություն, սրանից հետո որևէ իշխանություն ուղղակի իրավունք չուներ մնալու, կարևոր չի պատճառները, այսինքն պարտության դեղ միտումն է, որ ա եղել արք ու վաճառք ա եղել, չգիտեմ, դիտավորություն ա եղել, շատ պատահական ուղղակի էս պարտություն ընկավ մեր գլխին միամիտ, հա, կապ չունի պատճառը, այս իշխանությունները պիտի չմնային, որովհետև եթե պարտությունը չի առաջացնում պատասխանատվություն, չի բերում պատասխանատվություն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դա չի կրկնվի ու կրկնվում է։ Բայց ինչու է, որ 20 թվականին այդ ամեն ինչը
մարսվեց ու հիմա էլ 21 թվականին ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ամեն անգամ դա է, չէ, թափահարում ինքը ասում է ժողովուրդը ինձ մանդատ է տվել, ես լեգիտիմ իրավունք ունեմ, եթե ժողովուրդը չի ուզում, հրապարակ դուրս կգա ու հեղափոխություն կանի։ Սա լավ կիրառում է վերջերս դրա համար է, չէ, դրել սեղանին, հա։ Հիմա գնում է 26 թվականի ընտրությունների, աբսուրդ է, որ մտածում ես այդ քաղաքական ուժը ոչ միայն պիտի ընդհանրապես ժողովրդի մեջ չերևա, այլ քաղաքական հայտ էլ ընդհանրապես չպիտի ներկայացնել։ Հիմա ինչու եկանք հասանք այսօրվան, ինչի արդյունք է դա, որ բացի այն, որ ներողություն չեն խնդրել, չեն պատժվել, չեն հեռացել, մի բան էլ իշխանության հայտ են ներկայացնում ու վստահ են, որ իրենք իշխանություն են վերցնելու նորից։ Հա, այդ 5 տարի է, որ արդեն 5 տարի է, չէ, պատերազմից հետո դա ինչ հանշակ, այսինքն ժողովուրդը ոնց է անցալում դա, եթե պատերազմից պարտությունից հետո 5 տարի իրանք դեռ իշխում են, շարունակում են իշխել ու դեռ չոր հասկանալի պատճառներով դեռ բան հաջողություններ են գրանցում, ինչ հանշակ, ժողովուրդը ոնց է անցալում դա, ինձ բանն է, էլի, սա շատ հետաքրքիր է, այսինքն մենք ընդունում ենք, որ կարելի է հայրենիք վար, մենք գիտենք ինքը ինչի համար է, չէ, եկել իրար ինչի համար են բերել ավերջիր, մենք ընդունում ենք, որ կարելի է հայրենիք վաճառել ու բանը չպատժվել, հա, եւ հանգիստ մնալ իշխանության։ Հա, այդ բանը մուրճնել, որ դրել է, ասում է բանը, տվել եք մանդատը, լավ եք արել, մեղի գլուխների համար է հատուկ, էլի, մեղի գլուխների համար է, հենց ձեր գլխին խփելու համար է։ Նայ Հերմինե ջան, այս պատճառները շատ են, կարելի է թվարկել, հա, այդ հոգնածությունը, բան, այս այդ պատերազմներից, ինչևէ, բայց լուծումը գիտակցական մակարդակում է, օրինակ ես հիմա հա կխոսեմ պատճառների մասին, բայց օրինակ ես համեմատում եմ ինձ ու կողքինիս, հա, այսինքն ես Նիկոլ Փաշինյանին հետևում եմ, ասենք հասկանալու համար, այսինքն հիմա ինչ փորձանք ա բերելու մեր գլխին, այսինքն ու մեկ էլ ոնց է մանիպուլացնելու ժողովրդին, այսինքն դրա համար եմ հետում, դա նշանակում է ես իմ վարքը վերահսկում եմ, ես գիտակցում եմ ինչ եմ անում, բայց այն կողքինս չի հասկանում, ինքը լսում է կականը տենց մարդիկ, սոփշում ես, էլի ասում է, հա, սենց բան ասեց, հələ տենանք, էլի, լավ կլինի, առևտուր կլինի, բան կլինի, էլի, այսինքն ասում է սենց բան ասեց, մի րոպե ինքը ասում էր Արցախը Հայաստանն է, էլի սենց բան էր, չէ՞։ Հետո ասես դա ես էլ ժամանակին ձեր նման հայրենասիրական նկարտումներից ելնելով էի ասում, հետո սկսեցի որպես պետության ղեկավար մտածել, որ պետք է ավելի ռեալ դատել։ Հա, բայց իր այդ վարքագիծը միջև հիմա էլ շարունակում է, մի բան ասում է, մի ուրիշ բան անում է, անդադ խափելով ման է գալիս։ Արցախը Հայաստան էր, հիմա ամենօրյա ռեժիմով կրկնում է Արցախը Ադրբեջան է, Միջանցք չենք տալիս, բայց լավ էլ տվեցին։ Հա, տալիս ենք, ծռերը հերոսներ են, բայց հերոսները չգիտես ինչի, ասենք բանտում են։ Չէ, ինչ ասես, ասինքն նայ, օրինակ ես գտնում եմ, որ այս աշխարհակարգի հետ մեկտեղ խնդիրները նաև ստեղից են գալիս, այս մեր ժողովրդը, որ ասում ենք լավ ինչի չի արթնանում, այսքան բանից հետո ինչի չի արթնանում։ Բայց արթնացան, չէ՞, 24 թվականին արթնացան մարդիկ, լավ է, ամսի 9-ին, մայիսի 9-ին, որքան մարդաշատ էր հրապարակը։ Հա, չէ, բայց միևնույնն է, այսինքն արթնացան, բայց իրանք այդ նայ այսինքն իրանք հաշվետվություն պահանջելու բան չունեն, այսինքն միջև վերջ գան, լավ թեկուզ սրբազանին, հա, այսինքն բերել ես, հասցրել ես, կազմակերպել ես, արդեն հավաքված են, գործողություն են ուզում մարդիկ, բայց չէ, չկա գործողություն, ու դրանից հետո արդեն սրբազանին վստահելը չի լինի, կամ հեշտ չի լինի, էլի։ Այս աշխարհակարգի հետ միաժամանակ, այսինքն քանի դեռ այդ բևեռները ինչ որ չեն ձևավորել, բևեռները ինչ որ առաջանում, անհետանում, ինչ որ ռեգիոններ, հեգեմոններ, հա, քանի դեռ դա չի եղել, անցումային շրջանն է, չէ՞, անցումային շրջանը նաև հասարակարգի առումով շատ հետաքրքիր է ինքը, թվային հասարակությունը իր փոփոխություններն ա մտցրել, այսինքն ոչ հինն է գործում արդեն, հինը դեռ չի գնացել, նորը դեռ չի հաստատվել, ասենց ինչ որ խառը վիճակական կայունություն, բան, ու մարդ չի հասկանում հին գործելավոճով գործի, թե նորի, էլի, օրինակ հիմա մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ասենք իշխանությունը տվյալներով աշխատում, տեսնում ենք, չէ, այսինքն տվյալների հասանելիության համար կոկորդ են կրծում, բան, այդ Ռուսաստանի մաքսը, չէ, ասենք օրինակ
Սրանք էլ նույնը, օրինակ տնտեսությունը ոնց է, պլատֆորմներով է տնտեսությունը, Google-ն է, Meta-ն է, այնտեղ Amazon-ն է, Uber-ն է, պլատֆորմներով է աշխատում, մշակույթը ինֆորմացիայով է աշխատում, փոփոխություն, դրանք բերում են իրանց հետևանքները, հասարակությունը փոխվել արդեն, թվային հասարակությունը ինքը այդ ձևով է մտածում, օրինակ պետությունը հիմա արդեն բան չի, միակ խաղացողը չի, այն մեծ ընկերություններն են խաղի մեջ մտել, իրանք են թելադրում, իրանք են դատել, իրանք են մեր խոսքի ազատությունը ալգորիթմերով սահմանափակում, հա, հիմա սեփականություն չկա, այսինքն տնտեսական առումով կապիտալիստական այդ տերմիններն են հետ նահանջելի, վարձու աշխատողը դառել է ֆրիլանսեր, գիտի, միանգամյա պատվեր կատարող, մշակութային առումով է շատ բան փոխվել, չգիտեմ, բոլորը դարձել են բանի, իրենք իրենց են վաճառում, դարձել են ապրանքանիշ ու վճարման միջոցն էլ ոչ թե փողն է, այլ ուշադրությունն է, այսինքն տեսանելի լինելն է, արժեք դարձել տեսանելի լինելու, այդ տեսանելի լինելու համար ինչ ապուշություն ասես անում են, ինչ ապուշություն ասես անում են։ Ու հա, այսինքն ժողովուրդն էլ դնում է պոպուլիզմով են զբաղվում, էլի ժողովուրդն էլ դնում է այդ ապուշությունները, ինչը հեշտ ընկալվող բան է, էլի դրանք է նայում են, ասենք Բևերի մեդիայի բաները չի նայում, դեռ դժվար է ինքը ընկալվում։ Հիմա Քրիստինե ջան, այս 30 եւ ավելի տարիների ընթացքում, եթե մենք վերլուծում ենք, ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում երբ իշխանություն է փոխվել, միշտ արտաքին ազդեցությունը եղել է տվյալ դեպքում Ռուսաստանին է։ Ռուսաստանը երբ ցանկանում է, Հայաստանում իշխանություն փոխում է փաստորեն։ Հիմա թուլացել են, գուցե փորձեն չստացվի կամ գուցե փորձել են չի ստացվել։ Հիմա այս փուլում մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը արտաքին ուժերի գրեթե բոլորի հետ այնպես է խաղում, բոլորի ասածները կատարելով, բոլորի ճնշումներին ենթարկվելով, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, ԱՄՆ, բոլորին հետ ինքը ով ինչ ասի կանի, լավ հարաբերությունները պահում է, որ մնա իշխանության։ Այսինքն, եթե անգամ ժողովուրդը վաղը տասնյակ հազարներով լցվի փողոց, քո կարծիքով, եթե չկա արտաքին ազդեցություն, կհաջողվի իշխանություն փոխել։ Ինձ թվում է պիտի լինի դա։ Որովհետև կներես, քանի դեռ ինքը ունի արտաքին ուժերի աջակցությունը ու խաղում է ժողովրդավար, ասելով որ ես ընտրվել եմ ժողովրդի կողմից, ցանկացած պահի այդ ուժը կկիրառի ժողովրդի նկատմամբ, հավաքները կցրի, ակտիվ մարդկանց վրա ճնշումը կգործադրի, գոնե մենք գիտենք ինչպես է դա արվում։ Չէ, այդ ուժային կենտրոնների դա վատ է, շատ վատ է։ Հա, շատ վատ է, այսինքն յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ գալիս է իշխանության, ինձ թվում է պիտի ունենա այդ հովանավորությունը ուժային կենտրոնների, որովհետև դա նաև ֆինանսների հետ է կապված, հա, ես կուզեի, այսինքն ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ինչ կա, այսինքն նորմալ գաղափարախոսությամբ շարժում է, ինչի պետք է չի ֆինանսավորի եւ հասարակության կողմից, եւ այդ ուժային կենտրոնի կողմից, ինչի պետք է չլինի, այսինքն բոլորը կարող են անել, Բևերը չի կարող։ Չգիտեմ, ես ոնց ասեմ, այս քաղաքական ֆինանսավորումը չէ, ես տվյալ դեպքում նկատի ունեի, որ աջակցությունը ստանալ։ Հա, բայց միայն ֆինանսական։ Չէ, ֆինանսականը շատ ասում են, չէ, ԱՄՆ-ից եք ֆինանսավորվում, այլ չեն ասում, որ մեզ ոչ թե ԱՄՆ իշխանությունն է ֆինանսավորում։ Չէ, բայց իրականությունը դա է։ Իհարկե, մենք հիմա շատ ծանր ֆինանսական վիճակում ենք։ Հիմա ուղղակի լոբիստականին փառք Աստծո արդեն ուրախությամբ հայտնում ենք, որ հնգապատկել ենք, որովհետև ԱՄՆ-ում մեր հայրենակիցը իր վրա է վերցրել, բարերար է գտնվել եւ ֆինանսավորում է, բայց պետական աջակցություն Բևերը չունի, ինչը շատերը օրինակ այդպես են մտածում։ Օրինակ 5-րդ ճարասյունը Նիկոլենք բան, այդպես տարածում են, որ Բևերը ԱՄՆ իշխանությունից փող է ստանում, բայց դա իշխանությունները չեն տալիս, դա մեր աջակիցներն են տալիս, մեր ժողովուրդն է տալիս։ Հա, դե Բևերի հաշվետվությունները նաև թափանցիկ են, տեսնում ենք, այսինքն այդ հրապարակումները։ Նայեք Հերմինե ջան, այս քաղաքական հարցերում ճիշտ ասած ես աշխատում եմ ինքս ինչ որ
տեսակետներ այտենց չարտահայտել էլի, որովհետև ես հասկանում եմ, որ ես պիտի լսեմ մասնագետին, հասկանում ես, այդ հիմա շատերը իրենց քաղաքակետի տեղ են դրել, այտենց են ներկայանում ինչ-որ փքված վիճակով բանով, այսինքն մարդը կարա, ասենք ընդամենը բազային կրթությամբ ֆինանսիստ լինի, ճարտարապետ լինի, բժիշկ լինի, օրինակ Վահե Գասպարյան բժիշկ ասեցի, հիշեցի, ինքը միշտ շեշտում է, որ ես բժիշկ եմ, բայց հա, ես ինչ-ինչ պատճառներով մտել եմ քաղաքականություն եւ սա իմ կարծիքն է, հղումներն էլ տալիս է ինքը որտեղից է օգտվում։ Բայց ասենք շատերը իրանց բանը վերլուծաբան են, երևակայում մասնագետ են, չունենալով էլ եմ ոչ կյանքի փորձ, ոչ մասնագիտական փորձ, այսինքն ո՞նց կարելի է քաղաքագետ լինել, այսինքն այդ քաղաքական գործընթացները հասկանալ, բացատրել, բան անել, հա, կանխատեսել, այդ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ, գոնե ամենակիչը 10 էփված չլինելով այդ process-ների մեջ, ո՞նց կարա մարդը տես բան անի։ Մարդիկ կան այդ բանը հոգեխանգարմունքի մեջ են, նույնիսկ եսակենտրոնության իրենց հարցազրույցները նույնիսկ համարակալում են, այսինքն ծաղալի, այսինքն օրինակ պատկերացրեք պարոն Պապյանը իր հարցազրույցները համարակալ է, այսինքն չգիտեմ, մի քանի տասնյակ հազար էլի, քանի որ 300,000, չգիտեմ, սենց ու ես փորձում եմ լսել բնականաբար այն մասնագետին, ով այդ կենսափորձը ունի տասնամյակների, մասնագիտական փորձը ունի, այսինքն էմպիրիկ գիտելիքներ ունի։ Դա ինձ համար արժեքավոր բան է, որովհետև ես մասնագետ չեմ, ես չեմ կարող շատ բաներ հասկանալ, ես պիտի լսեմ մասնագետին։ Ցավոք այսօր մեր երիտասարդության կամ մեր ժողովրդի մի մասը TikTok հարթակում է, որտեղ կան լիքը անմակարդակ բլոգերներ, ովքեր հայոյանքներով եթերներ են վարում եւ բայց մեր ժողովուրդը դա է նայում։ Ես որ տրանսպորտից օգտվում եմ, տեսնում եմ մարդիկ TikTok-ում հիմա անգամ 50-60 տարիքով մարդիկ նստած թե ու դրանք են լսում, ես զարմանում եմ, ապշում եմ, թե ինչպես կարելի է TikTok հարթակի վրա կատարվող այդ վերլուծությունն էլ չասեմ, չգիտեմ դա ինչ խոսք է, այդ մշակույթ էլ չկա, քաղաքական խոսք էլ չկա, այդ հայոյանքներով եթերները նայել ու ինչ որ մարդկանց քաղաքական ուժերի կամ գործիչների մասին տեսակետ կազմել։ Ցավոք պետք է մի անգամ չեմ հիշում ով էր մեր ընկերներից մեկը գրառում էր արել թե երբ որ Հայաստանում էլ մի 10 օրով TikTok-ը, Instagram-ը բան կփակեն, այդ ժամանակ գուցե Նեպալի օրինակը ինչ որ կերպ փորձը կկիրառվի նաև Հայաստանում։ Չնայած որ Նեպալում այնտեղ ժողովուրդը համատարած կոռուպցիայի բանի դեմ էր պայքարում, մեր այդ կոռուպցիայից բացի մի հսկայական դավաճանություն է տեղի ունեցել ու անպատկերացնելի է թե մենք մինչև հիմա ոնց ենք դա հանդուրժում ու ամեն օր լսում դրա բարբաջանքները էլի։ Դե ես դրա համար նշեցի այդ թվային հասարակության այդ բացերը, չէ, իրականում ինքը դրական առումով էլ կարելի է։ Օրինակ ես հիշում եմ ինչ որ շատ ակտիվ գործողություններ հենց այդ թվային հարթակներում են կազմակերպվել, հետո իրագործվել։ Ինքը իրան կարող է շատ լավ նպատակներով օգտագործել, հա։ Ես դրա համար ասեցի այդ բանի փոփոխությունները, հա, այդ հասարակարգի իրանք բերել են այն վիճակի, որ արդեն ավանդական ինքնիշխանության հետ միաժամանակ պիտի մտածես թվային ինքնիշխանության մասին, այսինքն քո պետական, քո ազգայինը թվայնացնես, կոնտենտ ձևավորես եւ տարածես այս թվային հարթակում, որ դա քոնն է։ Դու ես սրատերը, թվային ինքնիշխանությունը դրա համար հատուկ կառույցներ են իսկ թվում արդեն պետք, որովհետև այդ արդեն մեծացել է, այդ process-ը ահռելի չափերի է հասել։ Հետո այդ որ ասում ես TikTok են նայում բան, ինչի է տենց լինում, օրինակ, եթե ֆիզիոլոգիական տեսանկյունից բացատրենք, այսինքն մարդը սմարթֆոնը թերթում է, դիպչում է սմարթֆոնին, այնտեղ ինչ-որ գործողություններ է անում, լայքում է, սահեցնում է մատով, ուղեղ է այդ պահին բան արձագանքի է սպասում ու քանի որ այդ արձագանքը տեղի չի ունենում ինքը սկսում է այդ ակնկալիքը սեփական պատրանքով լրացնել այսինքն ուղեղ այնտեղ գրանցում է բանը գործողության հաջող ավարտ հա ու մարդուն թվում է թե ինքը ինչ-որ գործողություն արեց վերջացրեց այնտեղ բևեռի հանրահավաքն է ինքը նայում այնտեղ գրում է այնտեղ մեկնաբանություն է գրում հերվից նայում է գրում է ես ձեզ հետ եմ ապրի բևեռը ու իրան թվում է այդ գրելով ինքը իսկականից չէ այնտեղ կանգնած այն աջ կողմի վրա կանգնածը ցույցին է մասնակցում
ասում, այդ ուղեղը այդ պատրանքը տալիս է, լավագույն պատրանքը առաջանում Բևերի հանրահավաքը նայել։ Ինչ։ Լավագույն դեպքում դա, եթե նայել ու ինչ-որ բան գրեն, դա էլ լավ բան։ Կամ այնտեղ Նիկոլին հայհոյանք են գրում, իրանք թվում է ջախջախեցին Նիկոլին դրանով էլ, այսինքն գործողություն արեցին, վերջացրեցին։ Ես իհարկե շատ կցանկանայի, որպեսզի առանց որևէ արտաքին ազդեցության լիներ մեր մոտ համակարգային փոփոխությունները, այսինքն մենք գիտենք, չէ, օրինակ 2018 թվականին ինչպես տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանը երբ դուրս եկավ քայլեց, սկզբից մարդ չկար, հետո Գազպրոմի աշխատողներին, հետո էլ ցանցեր, հետո բան բուժ աշխատողներին, այսպես ոտքի հանեցին ներքին կարգով ժողովուրդն էլ հասարակ ժողովուրդն էլ տեսավ, վերջ գնանք մասնակցենք էլի, հա, ու շատացան ժողովուրդը այդպես, շատացավ, այսինքն ուղղորդումը կար այնուամենայնիվ, շատ լավ կլիներ, որ այդ ուղղորդումը չլիներ, մեր ժողովրդի գիտակցությունը այնքան բարձր լիներ, որ հասկանար ինչ է տեղի ունենում, որ այսօր մեզ չասեն, թե մարդը խաղաղություն է բերում, դուք ամբողջ օրը վատ բաներ եք խոսում, պատերազմի մասին եք զգուշացնում, թողեք հանգիստ ապրենք եւ այլն, այլ գիտակցեր, որ եթե անգամ հիմա կրակոց չկա, առանց կրակոցի ամեն ինչ տրվում, որ վտանգների մասին զգուշացնում ես, ուրեմն մի բան գիտես, ոչ թե չես ուզում խաղաղություն լինի, այլ ուզում ես արժանապատիվ խաղաղություն լինի, որ մի 2 տարի հետո չլինի պատերազմը կամ ընտրություններից հետո, այլ իրապես խաղաղություն լինի։ Բայց անգամ դրա համար չգիտեմ դեռ ինչքան ժամանակ կպահանջվի, որ մեր ժողովուրդը այնքան բարձր գիտակցություն ունենա, որ առանց ուղղորդումների իսկապես փողոց դուրս գա եւ պահանջի պատժել այս մարդուն։ Գոնե առաջին քայլով։ Հա, ցավոք հա, այս ժողովրդին այդ տեղեկատվական դաշտով բանով բերում են ինչ որ գործողությունների, իրենք են թելադրում։ Ինձ թվում է ժողովրդի մոտ գիտես ինչի պակաս է, իրանց մոտ այդ քաղաքականությունից վախենում, չէ՞, ես էի մինչև 16 թվականը վախենում, հա, ասում եմ, այդ դրա անունը չտաս, ես դրանից հեռու եմ, բան։ Շատերի մոտ հիմա այդ վիճակն է, իրանք մինչև հիմա, այսինքն իրանց պիտի ուղղորդես մտնի քաղաքականության մեջ, ինչ որ քվետ ա սրա նրա հետևից գնա, թե հա, ինքը ինքնական որոշումներ չի կայացնում, այսինքն վախենում է, իրան թվում է, մարդուն մինչև հիմա թվում է, թե այդ քաղաքականությունը միայն պետության մակարդակում է, բայց այտենց չէ, այսինքն եթե մի քիչ ավելի բանալ նայենք, այդ քաղաքականությունը մեր ամբողջ կյանքն է քաղաքականություն, առաջին շնչից մինչև վերջին շունչ, օրինակ ինչ է քաղաքականությունը, այսինքն գործընթացը կառավարելու արվեստ է, չէ, քաղաքականությունը յուրաքանչյուր գործընթաց կլինի որպես կառույց պետությունը, կլինի ընտանիքը, կլինի սեփական անձը, կլինի ՍՊ-ն, ԲՊ-ն, չգիտեմ, դրանք կառույցներ են եւ դրանք բոլոր իրենց քաղաքականություն, յուրաքանչյուր ընտանիք իր քաղաքականությունն ունի։ Օրինակ եթե սովորականս էս պարզունակ մի օրինակ բերենք, օրինակ երեխան որ ծնվում է, սկսում է լացել, չէ՞, հետո իր մոտ, այսինքն այդ մաման որ սկսում է կերակրել, իր մոտ պայմանական ռեֆլեքս է առաջանում, հետո արդեն ուղեղը աշխատում է, սկսում է մամային մանիպուլացնել, հա, ասում է, որ ուտել է ուզում, որոշում է կայացնում իր մտքում, այս պատկերավոր եմ ասում, էլ, այսինքն ինչ է, այսինքն գործողությունը կառավարելու ձևն է, ոնց է դա տեղի ունենում։ Իր ուղեղում որոշում է, քաղաքական որոշում է կայացնում, ուտել եմ ուզում, ինչ է պետք ուտել անում, մամային մանիպուլացնել կրկին անգամ, այսինքն լացել, հա, մաման այնտեղ քաղաքական որոշում է կայացնում, չէ, քիչ առաջ եմ տվել ժամանակը չի, սպասի բան է, շեղման քաղաքական, շեղելու քաղաքականություն է իրականացում, սոսկեն դնում է բերանը, երեխան բան անում, ասում է այդում էս հարիֆի տեղները, սոսկեն թքում է, այսինքն մաման ասում է արհամարանքի անտարբերության քաղաքականություն, ասում է չէ, բանի տեղ չեմ լացի կանցնի, երեխան ավելի է համառում, ասենք այնտեղ իր լացի ծղրտոցի այդ հաճախականությունը հասցում է մինչև 8 կիլոհերցի բան ու մամայի գլուխը տրակում է, ենթարկում է երեխայի քաղաքական որոշմանը։ Վերջ, երեխան հաղթեց, որոշում կայացրեց, կարար չհաղթեր, բայց խղճացինք երեխուն։ Հա, այսինքն սա ինչ որ գործընթաց է, չէ՞, մեկ հիմա որոշողը ժողովուրդը երեխան է, հա, ոնց հասկացա, հիմա պիտի այնպես գորա ինքը մանիպուլացնի, ոչ թե թողնի իրեն մանիպուլացնեն։ Նիկոլ Փաշինյանը հիմա մանիպուլացնում է ժողովրդին կոնկրետ։
Վայ, այդ ես չգիտեմ, այս սրա պոպուլիզմը ուր է հասել, նույնիսկ Վարակովի է, էլի, այսինքն շատերը կողքից տեսնում են ոնց է դա աշխատում, իրենք էլ են սկսում, օրինակ, լավ, Նիկոլ Փաշինյանին կանդրադառնանք, ես ուզում եմ այս ինչ էր կոչվում, այս վերջինը, այդ Սամվել Կարապետյանի, մենք մեր ձևովը, հա, ուրեմն վերջերս փորձեցի իրանց մասին ինչ-որ ինֆորմացիա գտնել, բան է, տեսնում եմ, որ տնտեսական ծրագրեր են իրականացնում, հա, տենց ինչ-որ բարեգործություններ, բան, մեր ժողովուրդը այդ այն Մասլոյի բուրգի առաջին աստիճանի վրա գտնվող ժողովուրդը, այսինքն ինչ-որ կենսապայմաններ հոգացող հազիվ, բնականաբար ինքը վազում է, ձգտում է այս բաների, իրան չի հետաքրքրում անվտանգությունը, բանը սոցիալական այդ բան վիճակը կամ հա ինքնաարտահայտում, այդ բարձր մակարդակները չի հետաքրքրում։ Օրինակ իրանք ինչ են ասում։ Ես նայեցի իրանք ծրագիր չունեն, այսինքն շատ հետաքրքիր է, իրանք մտել են քաղաքական դաշտ, ծրագիր չունեն, ունեն միայն օրակարգ։ Օրակարգը ինչ է ասում, բոլորը պիտի ապրեն բարեկեցիկ, շատ հետաքրքիր է, չէ՞, այսինքն օրակարգը ինքը շատ հեշտ ընկալվող բան է, որը ինչ-որ հուզական ռեզոնանս ավելացնում, մարդիկ այս հոգսերով ապրող մարդիկ ծայրը ծայրին հասնում, շատ արագ հիշում են, մտապահում տարածում են, բան են անում, կրկնում են, հա, բայց ծրագիրը մի քիչ ավելի բարդ պրոցես է, չէ՞, այնտեղ գիտելիք է պետք, քաղաքական մշակույթ է պետք, այդ ծրագիրը համբերություն է պետք կարդալու համար, հասկանալու համար, օրինակ բոլորը պիտի ապրեն բարեկեցիկ, սա սոցիալ-տնտեսական կարգախոս է, ոնց կարելի է սոցիալ-տնտեսական կարգախոսով մտնել քաղաքական դաշտ, իրանք հստակ մտել են քաղաքական դաշտ, չէ՞, ոչ ոք չի կարող դաժե գտել են, էլի, որտեղ մեր ժողովուրդը հենց դրանով են ժողովրդի վրա խաղում, էլի։ Այսինքն քաղաքական դաշտ, նենց մի արենա են բարձրացել, որտեղ ժողովրդի վստահությունը շահում են կրկին պոպուլիզմով, փողով, բայց այդ օրակարգը, որ ասում է բոլորը պիտի ապրեն բարեկեցիկ, շատերը պոպուլիզմ է, չէ՞ դա, այսինքն խաբում են էլի ժողովրդին։ Բայց օրինակ բարեկեցիկ ապրելու առաջին նախապայմանը անվտանգությունն է, չէ՞։ Եթե չկա անվտանգություն, ինչպես կարող ես բարեկեցիկ ապրել։ Այդ բարեկեցիկը շատ նման է խաղաղություն բառին։ Օրինակ անվտանգությունը, ինչպես պիտի կարգավորի մեր ձևով է, հա։ Օրինակ, որ ես լսում եմ այդ արտահայտությունը, բոլորը պիտի ապրեն բարեկեցիկ, իմ մոտ հարց առաջանում։ Միգուցե նախ ապրենք, հետո ապրենք բարեկեցիկ, այսինքն այդ հարցն առաջանում, շատ կարևոր է, ինքը նաև վտանգավոր է, որտեղ ժողովրդի զգոնությունն է կորչում, ու հետո բանը այդ անվտանգության հարցը այս ծայրահեղ ծանր պայմաններում է, չէ՞, Հայաստանը վիճակում է, այդ անվտանգությունը երկրորդ պլանի, երրորդ ստվերում է դա անվտանգությունը, էլի։ Ինչը շատ վատ է։ Շատ վատ է, իսկապես շատ վատ է այդ կենցաղային հարցերով գալ ասպարեզ ու փորձել մարդկանց նուրբ լարերի հետ խաղալ, էլի բարեկեցիկ կապրեք, բայց ինչպես պիտի բերեք այդ բարեկեցությունը, առաջի պայմանը որն է դրա համար, հա, բայց ամենակարևոր բանը, որ պետք է ժողովուրդը հաշվի առնի, որ Բևերը փող չունի, Սամվել Կարապետյանի ուժը միլիարդատեր է Ռուսաստանի գործարար, մարդը բարերարությամբ է զբաղվում, փող է բաժանում։ Բևերի հարստությունն էլ իր գաղափարն է։ Մենք պետք է տարանջատենք այսօր փողը գաղափարից, որովհետև ամենահզոր բանն է այսօր գաղափարը, որը չունի այդ ուժը, սնանկ են, դատարկ են իրանք, փողը մի օր կվերջանա, երբ որ Ռուսաստանը փակեց բոլոր այդ խողովակները, հենց Պուտինը այսպես փակեց, իրենց փողը կվերջանա, բակ ուր է այդ մարդկանց գաղափարը, ինչպես պիտի առաջ տանեն երկիրը, բայց Բևերն ունի այդ հզոր գաղափարը, ճիշտ է, լավ կլիներ փող էլ ունենայինք, որտեվ եթե փող ունենայինք, մենք էլ մեդիաներին շռայլորեն կտայինք այդ փողը ու մեր գաղափարը մյուս մեդիաներով էլ կտարածեինք, ինչպես օրինակ իրենց չեղած բարեկեցության ծրագիրն են, չէ՞, տարածում։ Հսկայական փող են ներդնում դրա համար։ Ինչ ասեմ, Հելմինե ջան, այդ գաղափարը իսկապես արժանի է լավագույնին։ Հիմա Բևերի այն լավագույն արժեքներից մեկը նաև մարդկային ռեսուրսն է, այս մարդիկ են, էլի, որ անկոտրում որ իրար համար կյանք կտան, ես ընտանիք է, մի մեծ ընտանիք է իմ համար։ Հա, շատ, ես այնքան ուրախ եմ, որ այս շրջապատում եմ, ասես որ մի տեսակ խորանում եմ այս հարցի մեջ, այնքան եմ ուրախանում, որ ես այս շրջապատում եմ հիմա, որովհետև հիմա նայ
մարդիկ իրենց կարողացածի, նույնիսկ իրենց հնարավորություններից դուրս անում են, ինչ որ զոհաբերությունների, բոլորը շատ նեղ վիճակների մեջ են։ Ես էլ եմ այդ, այսինքն ես էլ եմ այդ զրկանքները, բոլորը այս հիմա ովքեր որ մնացել են Բևերի հետ, օրինակ շատ հետաքրքիր է, վերջերս մի դեպք տեղի ունեցավ Մարի Կոտինյանին, հա, գիտես, իրեն խնդրեցի, մեր բարեկամներից մեկի երեխան 7 ամսական ինչ որ կյանքին վտանգ էր սպառնում, հա, խնդրեցի որ Մարին միջամտի ու երբ որ արդեն արդյունք ունեինք, ասացի Մարի ջան, լավ, ինքը գիտես ինչ ասեց, այնքան հետաքրքիր է, այսինքն բևեռականները ինչպես են մտածում, ասում է ինչ ես ասում Քրիստինե ջան, ասում է հազարներ գնացել են, այդ երեխու կյանքը անգին է։ Այսինքն չի ասում անմեղ երեխա է, բան ուժ ձև կարա մտածել, բայց ինքը այս պրիզմայով է մտածում։ Ու բոլորի հետ կապված հարցերում են։ Մեկի մատը մի փուշ է մտնում, օրինակ ես էլ իմ անձնական օրինակով եթե բերեմ, մի 2 ամիս առաջ փոքրիկ վիրահատություն տարա, երբ որ մտածում էի, որ Երևանում որևէ հարազատ մարդ չունեմ իմ ընտանիքի անդամներին, ես չէի ասել, որ ես փոքրիկ վիրահատություն եմ տանելու, բայց այնքան վստահ էի, որ ես Երևանում մենակ չեմ։ Ճիշտ է, քույրիկներս կողքս չեն, մայրիկս կողքս չեն, բայց չես պատկերացնում այդ օրերին ինչ մեծ աջակցություն եմ ես ստացել, հոգեբանական աջակցություն, գալ ցանկացած պահի կողքդ լինել, քեզ մենակ չթողնել։ Ու ես վստահ էի, որ այդպես էր լինելու։ Դրա համար իմ ընտանիքի անդամներին չէի ասել, որ ես վիրահատվելու եմ։ Այդպես մեկը մեկին սիրելու, փայփայելու, իրապես սիրելու, էլի։ Այո, որ մեկի մատը մի փուշ է մտնում, բոլորով մեկ էլ վազում են այդ վիճակն էլ էլի, ինչը իրապես գնահատել է, որտեղ մեկը մեկին այնքան են գնահատում, այնքան են արժևորում ու կարևորում, որ ցանկացածի կյանքը, առողջությունը շատ թանկ է բոլորի համար, մեր բոլոր մարդկանց համար։ Ու երբ որ մի հոգի էլ չի երևում, ակտիվ չէ, մենք զգում ենք այդ բացը զգացվում է, կլինի սոցիալական ցանցերում, կլինի մեր ակտիվ հավաքների ժամանակ, թե ինչպես այդ մարդու ներկայությունը, որ դու չես տեսնում, անհանգստանում ես, զանգում ես, հետաքրքրում ես, մի բան չի պատահել։ Հա, ինձ էլ էին ասում, չէ, բայց այսօր է իր չկար։ Հա, այդպես է, էլի հայրենիքը սիրելու, մեկ-մեկու գնահատելու այդ զգացումն է, էլի, որը կա հենց Բևերի մեջ կա, ուրիշտեղ հաստատ չես գտնի դա, որը փողի վրա հիմնված չէ, որևէ այլ բանի վրա, այլ ուղղակի սիրո վրա է հիմնված։ Հա, մի մեծ ընտանիք է Բևերը, ինչ ասեմ, այս երևի այս ասեցի պոպուլիզմի բանի մասին կխոսենք, մի քիչ որովհետև ես տեսնում եմ, հա, այս ինչ որ մարդիկ են հայտնվում, այս չեմ ուզում անուններ տալ, բայց նույն գործելավոճն է, նույն առաջնահերթությունները պոպուլիստական, հա, այսինքն իրանք տեսնում են, այս չեմ հասկանում էլի, այսինքն ժողովուրդն էլ պետք է հասկանա էլի ինքը ինչ հանայում առհասարակ այս հիբրիդային 20-ից հետո 20-ը ոչ 20 թվականը ոչ պատերազմով ավարտվել է ֆիզիկական պատերազմով այսինքն 20 թվականը միայն ֆիզիկականն էր չէ հիբրիդայինը դրանից առաջ մինչև հիմա էլ շարունակվում է ու այդ օրինակ ինչ է հիբրիդային պատերազմը այդ ֆեյքերը ֆեյք նորությունները այդ հոգեբանական պատերազմը խոսքի եւ գործի մակարդակում ապատեղեկատվությունը թշնամական ու դրա հետ միաժամանակ նաեւ հիբրիդային պատերազմի շատ հզոր գործիք է նաեւ պոպուլիզմը առանցքային գործիք որը Բևերի շրջանում չկա ցավոք մենք պոպուլիզմով չես բայց միտեղ մտածում եմ կարող է ճիշտն էլ դա է, որ պիտի մի քիչ գոնե լինի մեր խոսքում դա։ Հա, նայ, մենք հասկանում ենք, այսինքն թշնամական պոպուլիզմը հիմա որտեղ է, չէ՞ գտնվում։ Առհասարակ նման դեպքերում հիբրիդային պատերազմի դեմ պաշտպանվելու լավ ձև կա, resilience force-ը կոչվում, ինքը դիմադրողականությունն է, այսինքն ժողովրդի մոտ այդ պատերազմին ընդդիմանալու համար ժողովրդի մոտ ինչ-որ որակներ են, հմտություններ են առաջ բերում, այսինքն մեդիա գրագիտությունն է, վերլուծական կարողությունն է, այնտեղ հավաստի աղբյուրը ոչ հավաստի աղբյուրից տարբերելն է, հա, այսինքն այդ հարցակումը որ է ժողովուրդը արդեն պատրաստ է դիմանում է ու մի բան էլ հակահարված է տալիս, բայց Հայաստանում դեն չի, Հայաստանում թշնամու պոպուլիստական գործիքը մեր երկիրն է կառնում, որ պետությունը ինքնին արդեն ինքնըստինքյան մեր պետությունը դառնում է թշնամու մանիպուլյացիայի գործիք, այդ թշնամական քարոզները իրականացվում է պետական, պաշտոնական մակարդակով։ Այդ որ ասում ես Բևերը բան չի, լավ կլինի պոպուլիզմ մեկ-մեկ օգտագործի,
ճիշտ ես ասում, պոպուլիզմը իմ կարծիքով կարճաժամկետ ինքը կարող է օգտակար լինել, կարճաժամկետ, այսինքն փոքրիկ գործողությունների դեպքում ես չեմ կարող, դա, բայց կարճաժամկետ կարող է օգտակար լինել, բայց երկարաժամկետ ինքը քարոզչական տեխնոլոգիա է, էլի դա, որը քայքայիչ ուժ ունի դա այդ, այսինքն հիմա մենք տեսնում ենք, չէ՞, մեր պետությունը քայքայված է ինստիտուտները քայքայված են, տնտեսությունը, հասարակությունը մասնատված է եւ բերել է մեկ անձի իշխանության։ Այդ ամբողջը պոպուլիզմի հետևանքներն է։ Ես նկատի ունեի ոչ թե Նիկոլ Փաշինյան գործիքի նման, ինքը իր ամբողջ սկզբում որ եկավ պոպուլիզմով եկավ էլի իշխանության, այնքան խաբեց ժողովրդին, բան արեց, հետո դրա մի տոկոսն էլ չիրականացրեց ու հիմա պահանջող չկա, ժողովուրդը չի ասում, լավ էս խոստումն էս տվել են, էս տվել, բան էր, արագաչափ էր փակում, կարմիր գիծ էր բան անում, ինչու է ավելացրել պակասեցնելու փոխարեն, ոչ մի պահանջ չկա, որովհետև այնքան վատ բաներ են արել, որ դա չնչինն է արդեն դրան, բայց անգամ Բևերը իրականացրած այն ամենալավ բաները մենք օրինակ լավ արդյունքներ ունեցել ենք այս շրջանում, երբ որ Արցախը հայաթափվում էր, Արցախի մասին կոնգրեսում լսումներ էին իրականացվում, մարդիկ վատ են զգում, անգամ դա դրա շահարկեն, այդպես ասեմ։ Ուրիշ ուժ լիներ, դա հիմա այնքան էին ելել էկրանների չէին իջնել ուղը, բայց այս մարդիկ համեստորեն չեն խոսում շատ դրա մասին։ Ինչ էլ որ խոսում են, մենք ենք լրագրողներս ենք փորձում ինչ-որ բան քաղել։ Դա որովհետև համարում են իրենց ծառայությունը, ոչ թե դա որպես գործ է արվում, այլ ծառայություն է, պարոն Չուքազյանը, պարոն Պապյանը, պարոն Ժիրայրսեֆյանը, գիշեր-ցերեկ այդ մարդիկ աշխատում են, օրվա որ ժամին զանգես, այդ մարդիկ գիշեր-ցերեկ, գիշերը ժամը 3-ին արթնանա զանգես, պարոն Պապյանը աշխատում է։ Բայց ներկայացնելը չեն ներկայացնում, որովհետև դա իրենց բանն են համարում, ծառայությունն են համարում, որովհետև հայրենիքը այդպես են սիրում, չեն խափում, որևէ բան չեն խափում, բայց արածնել, ինչպես հարկն է չեն ներկայացնում, որ անգամ, այսպես ասեմ, միշտ ասում եմ, գոնե պիտի ներկայացնենք, որ այդ լոբիստական գործունեությունը ֆինանսավորող մարդը տեսնի, թե դուք ինչքան մեծ բան եք անում, մի այդ համեստությունը դրեք մի կողմ, հասկանում եմ, որ դուք այնքան պետականության շահերից եք մտածում, որ չեք ուզում բարձրաձայնեք այդ մասին, բայց մի մտածեք, որ բարձրաձայնելը վատ բան է։ Լավ բան է դա։ Ասում ածան հավը կչկչան կրնի, չէ։ Չեմ կարող ասել, կարող է իրանք այլ տեսանկյունից են մտածում, որպես ռազմավարություն, իսկ ռազմավարությունը բաց տեքստով սեղանին չեն դնում, էլի։ Հա, տենց պահեր կարող է լինեն։ Օրինակ մարդիկ, եթե էլի անդրադառնանք այդ կենսաբանականին, օրինակ մարդիկ ինչ են նախընտրում այդ խաղաղությունը, հա, մարդու ուղեղը ինչ է ասում, մի քիչ այս տեսանկյունից նայենք, հա, մարդու ուղեղն ասում է, լսի, ես ամենաշատ կալորիաները ես եմ օգտագործում, այդ քո մարմնի էներգիայի 20-25%-ը ես եմ ծախսում, բոլոր օրգան համակարգերից առավել։ Դու պետք է ինձ խղճաս։ Ես քեզանից լավ գիտեմ ինչ հա քեզ պետք։ Քեզ պետք չեն բարդ բաներ, այսինքն գրես, կարդաս, լսես օրինակ, այսինքն պետությունը պիտի հասնի այնպիսի ռազմական քաղաքական դիրքի, որ այսինքն հարձակվելը հարձակվողի համար դառնա չափազանց վտանգավոր։ Քեզ այդպես բաներ պետք չի։ Քեզ պետք է արագ հեշտ յուրացող ինֆորմացիա, հա, այսինքն խաղաղություն է, ինչ վատ բան է։ Խաղաղություն, լսի, ես քեզ դոֆամինը կտամ, դու էլ հաճույք կստանաս, դու էլ գոհ կլինես, ես էլ գոհ կլինեմ, հա։ Ու հետո մարդը նաև հոգեբանական տեսանկյունից խուսափում է երկարատև վախից, հենց խաղաղությունը լսում այդ վախը թուլանում է, վերջ, անջատվում է, վերջ, բայց դա կարա պարադոքսալ լինի, էլի, այսինքն մենք կարող ենք նախընտրենք, մենք եմ ասում, դե հիմա խաղաղությունը, հա, որպես արագ հաճույքի բան գործոն, բայց այդ խաղաղությունը, որ երկարատև անջում օրերով, ամիսներով, տարիներով ինքը չեզոքացնում է վտանգի բաները, հա, այդ ազդակները, այսինքն մարդը երբ որ արդեն ծայրահեղ վիճակում, վտանգավոր վիճակում լինի, դա ո՞րն է վտանգի ազդակը, երբ որ դու վտանգի ես ենթարկվում, բնազդաբար արագ ռեակցիայի արդյունքում փրկում ես սեփական կյանք, այս մարդը զրկվում է դրանից, մարդը զրկվում
բացատրվում է դրանից, հետո դա էլ բերում է, չգիտեմ, անատամության, հարմարվողականության, չգիտեմ, մարդիկ կորցնում են իրենց դիմադրողական, չգիտեմ, ու հետո այդ ընթացքում բայց թշնամին բան է, դիրք ու բան է շահում, ժամանակ է շահում, չէ։ Հետո քաղ տեխնոլոգիաները կան, ամեն ինչ կիրառվում, այսինքն հիմա խոսույցն է փոխվել, հիմա թշնամին այդ թշնամի չի, այդ թշնամի բառը սակավ է օգտագործում, թշնամին դարձել է գործընկեր, շուտով կդառնա բարեկամ, այդ ոչ վերբալ միջոցներն են օգտագործվում, ասենք այնտեղ գնում է թշնամու հետ ձեռք սեղմումը, դա այսինքն մարդը դա այդ պատկերը կարող է տեսնել հայհոյել, ասի ես քու սենց այ թաղեմ գլուխդ բանսես ինչ-որ բաներ կան, բայց ենթագիտակցությունը ուրիշ բան է անցալում, ենթագիտակցությունը վստահությունն է անցալում այդ ձեռսով, այն հռհռոցը, ժպիտը, երջանկությունն է անցալում ենթագիտակցությունը, այն գրկախառնությունը ենթագիտակցությունը անցալում է որպես, չգիտեմ, անվտանգություն, ապահովություն, այ ինքը որ ասես բանը փաթաթվում է, ուրեմն վերջ, մտածելու բան չկա էլ, այսինքն ընտեց է չգիտեմ, այսինքն մարդկանց Վարուժանն Ավետիսյանն ասում, մարդկանց ուղեղները խաղաղության հաշիշ են ուղեղներում ներարկել, այդպես էր ասում 2020-ից հետո միշտ հիշում եմ պարոն Ավետիսյանը ասում էր դա հետո հա կներեսեն ջան այդ բանը հիշեցի այդ գրքի պատմությունը հա այդ գիրքը գրկած հա այս վերջերս Վահե Գասպարյանի այդ հանրայինի այդ բաններ դեբատներ մեկը ասում է մեր իշխանավորները պիտի զգույշ լինեն, քանի որ տեսախցիկները ֆիքսում են, հա, որ հետո այդ տեսարանները չշահարկվեն, այսինքն քեզ թվում է այդ կրծքին սեղմած լայն շտիտով միջև ականջները այդ փայլուն աչքերով, հա, պատահականություն էր, չէ, դա տեխնոլոգիա է, դա վիզուալ Նիկոլի տեխնոլոգիան չէ իմ կարծիքով։ Չէ, իրան չէ, հատուկ գրում տալիս, այն որ ասում են իրանք ապիկար են, անշնորհք են, բան չեն կարող, ես այդ կարծիքին չեմ, իրանք լավ էլ կարող են հատուկ նպատակադրված աշխատում են, հա, այդ ցուցակներն էլ իրանց հոգեբանական նույնիսկ իրանց այդ վարքագծերը բաները, սա գրում տալիս է, դու քեզ ոնց պետք է դերսևորես, պահես, այս պահին ոնց պետք է անես, սա գրում տա, ես չեմ հավատում, այնքան ակնհայտ է այս բանը, չգիտեմ, օրինակ այդ բանը գրքի պահը ինքը ինչ է ուզում ասի, հա, ասում է ես ընդունում եմ քո երկրի խոսքն ու մշակույթը, այդ Էրդողանին է ասում, չէ, փաթաթված, եւ ենթարկվում եմ, հա, իսկ հասարակական ենթագիտակցությունը դա ոնց է անցալում, այսինքն հասարակական ենթագիտակցությունը դա անցալում է որպես հզոր վիզուալ մեսեջ, որ թշնամին այլևս թշնամի չէ, անկախ նրանից այնտեղ ինչ սպառնալիքներ են հնչում, անկախ դրանից, վիզուալը շատ կարեւոր է, շատ հզոր միջոց է ինքը, այդ է ուզում ասել, այն մյուսների ինքը տարբերվում է, էլի, որովհետև էլի անցնենք ուղեղին, այսօր ուղեղից ինչ-որ շատ խոսացենք, ուղեղի 30%-ը զբաղված է տեսողական ինֆորմացիա մշակելով, համեմատության համար, այսինքն լսողականը 3-4% է կազմում, էլի, դրա համար այդ վիզուալը ավելի ազդեցիկ է, շատ հզոր է ազդում, դու նայում ես այդ պատկերը, ինքը շատ ուժեղ է ազդում քո վրա, քան հենց այդ պահին քո լսած սպառնալիքը թշնամու կողմից, այդ բանն էլ է, էլի, այդ մաշտոցի նկարը, որ հանել են, էլի այդ կոնտեքստում են չեն հանել, օրինակ, դու մաշտոց ասելով, այսինքն ինչ-որ մի բան ասելով, մարդ ինչ-որ մի բան պետք է պատկերացնել, ամենքը իր պատկերացրած բաժակի ձևն ունի, աթոռն ունի, չգիտեմ, ինչ վարագույրն ունի, հասկանում ես, մաշտոց ասելով դու ինչ ես, դու ոնց ես պատկերացնում, ես օրինակ մաշտոց ասելով, մեր գիրը, հա, բայց ինչ-որ պատկեր պետք է լինի, չէ, այսինքն ես որ ասում եմ մաշտոց, ես պատկերացում մաշտի առաջա գալի, այ բենարանի մաշտոց, ուրիշ ոչ մի մաշտոց առաջին էջերում, կազմի վրայի հենց այդ առաջին էջի մաշտոցն է իմ աչքի առաջ, այսինքն երբ որ ասում եմ մաշտոց, ես տեսնում եմ ում եմ տեսնում իմ աչքի առաջ, այսինքն այնտեղ իր կոնֆիգուրացիան, այդ նստած ձևը, այդ մագաղաթը, դեմքը, հայացքը վեր հառած, մազերի ձևը, լավ, բայց որ հիմա հանեցին, հո չեն կարող դա մեր սրտից, մեր ուղեղից հանել, մեր ենթագիտակցությունից, ժամանակի հարց է, իհարկե տարիներ հետո այդ երեխեքին որ ասել մաշտոց ասա ինչ կպատկերացնի իրանք QR կոդ են պատկերացնելու մաշտոց հասկանում ես բայց նույն այդ գիրքը հա շատերս մոտ էլ այդպես մինչև հիմա զայրույթ է առաջացնում այդ բանով կարող են մի քանի տոկոսի վրա աշխատել բայց մնացածը որ զայրանում է սոցցանցերում ջղայնանում է վրդովվում է ու մեկ էլ անցնում գնում է
ինչու այդպես։ Դե հիմա այդ այլիս բանն այս թվայինի այս ազդեցություններն ա Հերմինե ջան, ինչ ասեմ, նայ այս սերունդն էլ կանցնի կգնա, բայց ասին հաջորդ եկող սերունդը էլի այդ այն որ ծնողները սովորեցնում են բացի դպրոցից ասում են չէ սենց չի նենց այսինքն մաշտոց է սա բան միևնույնն է եթե այդ սերունդն էլ անցավ գնաց այն մյուս եթե սենց շարունակվի հա այդ մյուս սերունդը միևնույնն է կամ QR կոդա պատկերացնելու մաշտոցին կամ էլ ընդհանրապես всё վերանա այսինքն հա իհարկե մաշտոցը մեր այդ մարդը այդ այբուբենը մաշտոցյան գիրը մեր ինքնությունը մեր բազմաթիվ ինքնության տարբեր գործոններ է ինքը պահել պահպանել այդ տարիների ընթացքում չէ այդ քրիստոնեությունն է բանն է այսինքն մաշտոցին որ հանում են մեր ինքնությունը մտածված կերպով ամեն ինչ հա իհարկե այսինքն որ դու մոռանաս քո դու ով ես ինչ ես քեզանից ներկայացրել իհարկե հենց այդ հզոր վիզուալ միջոցն է դա ուզում ասել էլի իրանց կեղտը ներարկում են բայց մեր սրբությունները վերացնում են հենց այդ վիզուալ մեսեջի միջոցով ու քանի որ արդեն ամփոփում ենք Քրիստինե ջան փորձենք նաև ինչ որ քննարկել թե լավ ինչ որ ելքեր մենք տեսնում ենք այն որ վիճակը վատ է մենք գիտենք որ վատ է իսկ արդյոք այսպես շարունակվելու է հավերժը որն է այսպես որ հավեր մի քիչ էլ շարունակվի շատ վատ կլինի բայց արդյոք իրենց կհաջողվի ես աշխատում եմ ակնկալիքներ չունենալ հա Հերմինե ջան առհասարակ եւ ոչ մեկից ակնկալիքներ չեմ ունենում Գոնե աշխատում եմ։ Հույսը այլ բան է։ Հույսը ավելի ներքին խորքային վիճակ է։ Միևնույն այն ներհայեցողական որոնումներում դու այն հոգևոր այն խորը շերտերում դու իրան անպայման գտնում ես, որովհետև ինքը նախնիներից եկած որ այդ մարդը որ բանը հոմո հաբելիսը որ ձևավորվել է, այսինքն ինչից է դա, էլի չգիտեմ, լավ, ասել եմ Այդ մարդը որ ձևավորվել է, այդ հասարակարգը նախնադարյան այդ հասարակարգը, ինչից է առաջացել հավատքը, հույսն էլ հավատքի հետ է, չէ՞ գալիս։ Այսինքն իրենք սկսել են գործիքներ կիրառել, այսինքն իրանց տնտեսությունն են արդեն ունեցել, իրանց ռեսուրսներն են ունեցել, դա պաշտպանելու խնդիր է, չէ՞, առաջացել մյուս ցեղախմբերից։ Ու իրանք որոշել են երևույթները այդ բաները առաջ կան պիտի ֆետիշացնեն, պաշտեն, հավատան ու դրա հետ մեկտեղ նաև հույս են ունեցել, որ այդ Աստված իրանց կօգնի, պաշտպանել իրենց ռեսուրսները սեփական եւ ինչու՞ չէ հարկ եղած դեպքում հարձակվել մյուս ցեղախմբի վրա գողանալու համար նրանց ռեսուրսները, հա, այդ հույսն էլ այդտեղից է գալիս, ներարկված է մեր բաների արյան մեջ, հա։ Հիմա չգիտեմ, մարդիկ կան այսպես նստում են ոտքը ոտքին են գցում այս հարևանի բարեկամ ծանոթի աչքերին են նայում ասում են բանա գիտես բևերը լավ չի անում կարևոր ճիշտ չի անում այսպես աշխարհաքաղաքական հարցեր են քննարկում վերլուծություններ են անում այն ասեղի ծակից այն որ Հնդստան սա իր անելով չէ հա ու վերջում էլ ասում են Հույս ունեմ, որ լավ կլինի, չէ, գրողը տանի, ոչ մի բան էլ լավ չլինի, քանի դեռ հետույքը տեղը չես շարժել, հա, քանի դեռ ինքդ չես նպաստել դրան, ոչ մի բան էլ լավ չի լինի։ Մենք հասկացողներս, չհասկացողից ոչ մի բան չես կարող պահանջես, հասկացողից կարող ես էլի գոնե, հասկացողը Այս էլի եմ ասում, այս տեխնոլոգիաները այդ հնարավորությունը տալիս են, այսինքն այս պետության սրանց դեմ պիտի պայքարես, խոչընդոտես, բոլոր հնարավոր միջոցներով մենք թեկուզ անհատական, հա, անհատապես մենք կարող ենք դա անել։ Ամեն մարդ գոնե տենց անի, շրջապատում, այսինքն կարող ես այս թվային դաշտում պայքարես դրանց դեմ, արա, ինչ որ կարող ես հնարավորության սահմանում շատ հաճախ նաև բևեռականները հնարավորության սահմաններից դուրս են այդ ամեն ինչը անում, զրկանքներ ու բաների գնով։ Էսա մեր կարեցածի չափով, կարողացածի չափով պիտի անենք, պիտի պայքարենք, պիտի խոչընդոտենք պիտի դիմադրենք, խանգարենք սրանց, միձև պիտի տակից դուրս գանք, միջև էլի եմ ասում այդ հույսի հետ կապված, բայց չես կարա իմանաս աշխարհը ոնց կփոխվի, ոնց շուռ կգա հատկապես այս խառը ժամանակներում պիտի պատրաստ լինես, այսքան է Էրմինե ջան, չգիտեմ ինչ ասեմ։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր լավ զրույց ունեցանք Քրիստինե ջան, շատ հաճելի էր։ Նմանապես Էրմինե ջան, ես եմ շնորհակալ։
Շնորհակալություն, որ դիտում եք մեր եթերը, չմոռանաք, որ շատ կարևոր է այն լայքելը, գրել մեկնաբանություններ ու իհարկե այս եթերը տարածել ձեր սոցիալական էջերում։ Չմոռանաք բաժանորդագրվել Բևերի YouTube-յան ալիքին։ Այսքանը լավ եղեք։